պետության եւ ապագայի ճակատագիրը կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց։ Պաշտոնական քարոզարշավի առաջին 7 օրերին աղմկալի հայտարարությունների պակաս չկար եւ դրանց մեծամասնության հեղինակը մեկ մարդ էր։ Ասում են հող ենք կորցրել։ Այդ հողը ինչով է մեր եղել։ Ինչով մեկ բացատրեք ինչով այնտեղ դպրոց են կառուցել, մանկապարտեզ են կառուցել, գործարան են կառուցել, ապրել ենք այնտեղ, բնակավայր ինչով է մեր եղել։ Սյունիքում հնչած Ղարաբաղը երբեք մերը չի եղել թեզը կանխորոշեց քարոզարշավի առաջին օրերին ծավալվող բանավեճի ողջ ուղղությունը։ Պետք է արձանագրել, որ Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար։ Ով ես դու ընդհանրապես Նիկոլ, ում համար ես դու իրականում աշխատում։ Ով ես դու, որ անարգես գերեզմաններում հանգչող մեր հազարավոր քաջերի, տղամարդկանց, կանանց հիշատակը։ Արցախի համար երկու պատերազմում մենք հազարավոր երեխաներ ենք կորցրել։ Բա որ այդ մերը չէր։ Ինչ եք այդ երեխեքին ուղարկել պատերազմ։ Դուք եք ուղարկել, դու ձեր հրամանով են գնացել։ Ես չգիտեմ, մեկը ձեզ կողքից լսում, հա, դուք ինչ եք խոսում։ Լավ, դուք չեք հասկանում, մեկը կողքից չասում, այս մարդը ինչ է խոսում, այ ընկեր, ինչ ես խոսում։ Այս հարցն ի դեպ ծագում էր նույնիսկ Փաշինյանին լավ վերաբերվող ընտրողների մոտ։ Ախր Ղարաբաղը մերն էր, այո դուք ասում եք մերը չէ, մերը չէ, ժողովրդին գրգռում եք ձեր դեմ։ Տեսեք, վերջին 500 տարում։ Բայց ոչ իր պոտենցիալ ընտրողների դժգոհությունը, ոչ էլ ներկայացվող վիճակագրությունը, որ վկայում էր 30 տարիների ընթացքում Արցախում իրականացված լայնամասշտաբ շինարարության մասին, Փաշինյանի վրա որևէ ազդեցություն չունեցան։ Եվ ինչ որ Ղարաբաղում կառուցվել է, դա ընդամենը չկառուցածի հաշիվ է, իհարկե, միանշանակ եւ աներկբա։ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կուսակցության շուրջ ծագած երկրորդ սկանդալը քարոզարշավի 6-րդ օրն էր Արագածոտնի մարզում։ Քարն է 3 դպրոցից հետ կա։ Որ դպրոցներն են ապարանի։ Ապարանի դպրոցներ։ Առաջի, երկրորդ, երրորդ։ 10, բայց կա թե Դե հիմա գալիս են երեք։ Մայիսի 13-ին Նյուզայեմի տեսախցիկներ ֆիքսել քաղաքացիական պայմանագրի ապարանում կազմակերպված նախընտրական հանրահավաքին բերված տասնյակ ուսուցիչներին եւ դպրոցականներին։ Դրանից մի քանի ժամ անց պատկերը գրեթե նույնությամբ կրկնվեց Ծաղկահովիտում։ Եկել ենք, որ դիմավորենք մեր արևին, մեր Նիկոլ Փաշինյանին, մեր հավատարիմ մարդուն, որ շատ բան է արել մեզ համար։ Շատ շնորհակալություն, Աստված տայրան երկար։ Տարիների կյանք, ոչ, երկարած ուսուցչուհի։ տեսանք միկրոավտոբուսով։ Այո, մենք նախապես պատրաստվել էինք, սպասում ենք այսօրվան, երբ որ կար, մենք մեծ սիրով գանք դիմավորենք մեր վարչապետին։ Իսկ դա դպրոցի միկրոավտոբուս է, թե մարզպետարանն է։ Ուղարկված է շրջենտրոնից։ Շատերի մոտ ուսուցիչների եւ դպրոցականների մասնակցությունն իշխող կուսակցության հանրահավաքին դեժավյուի զգացում առաջացրեց, չէ՞ որ այս ամենը նախկինում արդեն եղել էր, օրինակ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ։ Դրոշներ բարդու խայեք էլ տենակ։ Այսօր եւ Մասիսում եւ Արարատում Սերժ Սարգսյանին դիմավորելու են եկել բազմաթիվ դպրոցականներ, բացակայելով դասերից։ 9-րդ դասարաններ, բադասի չես։ Ազատել են դասը։ Չէ, ես հազարից մի անգամ եմ պրեզիդենտին տեսնում։ Կարծեմ որ լավ արի եկել է։ Էլ որտեղ է տեսնելու, հանդիպելու, չկարելի։ Որ ճիշտն ասեմ հրավիրել են։ Եկել ենք։ Ով է հրավիրել։ Դե կազմակերպիչները։ Քանի տարեկան ես։ 13։ 13։ Որ դասարանում ես։ 8-րդ։ 8-րդ։ Իսկ դու 9-րդ։ Դասի չեք երեխեք։ Դասի ենք, դե եկել ենք էլի։ Փախել եք։ Չէ։ Դե օգնելու բան կար, ասին գանգստե։ Ինչ օգնելու բան կար։ Դրոշակ պահենք էլի։ Ավելի լավ է դրոշակ պահել, քան դաս սովորել։ Իսկ ինչ դաս էր։ Պատմություն։ Պատմություն։ Պատմության կրկնությունը, սակայն Փաշինյանին ու նրա թիմակիցներին սկզբում առանձնապես չէր մտահոգել։ Մենք վարչական ռեսուրսը երբևէ չենք օգտագործել եւ չենք օգտագործում եւ չենք օգտագործելու։ Մեր ամբողջ պայքարը նաեւ առանձին մասով դրա դեմել է եւ պարզապես ժողովրդի աջակցությունը, որը շատ հաճելի է։
Քաղաքապայմանագրի համար ոչ այնքան հաճելի այս պատմության տարածմանը զուգահեռ, սակայն իշխանությունները նախ ստիպված էին հայտարարել ծառայողական քննության մեկնարկի մասին, հաջորդ օրն էլ հայտնի դարձավ, որ Արագածոտնի 4 դպրոցների տնօրենները ազատման դիմումներ են գրել։ Ես ասել եմ թող դիմում գրեն եւ գրել են։ Րոպեներ անց, սակայն վարչապետն այլ բան պնդեց, տնօրենները պարզվում է դիմումներն ինքնակամ են գրել։ Շնորհակալ եմ, այդ մարդիկ կամավոր դիմում են գրել։ Չէր հասցրել մարել դպրոցների շուրջ ծագած սկանդալը, երբ պայթեց նորը մայիսի 15-ին Միասնության թևեր կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը հանդես եկավ արդեն Արմավիրի մարզին վերաբերող բացահայտմամբ։ Այս ձայնագրությունն այն մասին է, թե ինչպես է այսօր հենց հիմա Արմավիրում ԿՊ-ն պարտադրում ուսանողների մասնակցել իր նախընտրական հավաքին։ Ու դա անում է այս ձայնագրության մեջ Արմավիրի ԿՊ-ի ավականու անդամ, այսինքն պաշտոնատար անձ, որը բացահայտ չարաշահելով իր դիրքը, որպես դասախոս պարտադրում է ուսանողներին։ Երեխեք ջան, բարի երեկոմ։ Երեխեք ջան, վաղը ժամը 5-ին մեր Կարմիր ակումբի հրապարակում պիտի հավաքվենք 2 կուրսին էլ վերաբերվում է։ Այնպես չլինի, որ ես գնամ կանգնեմ հրապարակում ու տեսնեմ, որ իմ 2 խմբից ոչ ոք չկա։ Միջինում 2 օրը մեկ ծագող այս սկանդալներից վերանալով, սակայն կարելի է արձանագրել քաղաքացիական պայմանագրի քարոզարշավային գոնե առաջին շաբաթը բավական լավ էր կազմակերպված եւ ուներ հստակ գծված սցենար։ Երևանում Փաշինյանը շրջում էր բակերով, մարզերում կանգ էր առնում գյուղերում, հասցնում էր շրջել նաեւ փոքր քաղաքներում։ Ագարակ, Ամառ, Արև Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի երկրորդ օրը կրկին Սյունիքում է, առաջին կանգառն էլ Ագարակ համայնքը։ Հանդիպած առաջին քաղաքացին ստացավ բուկլետն ու քարտեզը, հետո փորձեց վարչապետին հիշեցնել, նախկինում եւս վարչապետը իրենց տանը եղել է, տեսակցել տատիկին։ Մինչ Փաշինյանը փորձում էր հիշել, տղամարդը հավելեց, տատիկը էլ չկա։ Հա? Բայց հիմա տատիկը չկա։ Աստված հոգին լուսավորի, Աստված հոգին լուսավորի։ Հաջողություն եմ տեղ, կամ մեզ հետ միասին։ Քվեարկում եք մեր օգտին։ Անպայման։ Այս մի տանն էլ հանգուցյալը Փաշինյանի երկրպագունն էր, մահացածի մասին այդպես պատմեցին վարչապետին։ Աստված հոգին լուսավորի, Աստված հոգին լուսավորի։ Եվ եթե Փաշինյանն ինքն էր այցելում ընտրողների տներ, ապա նրա գլխավոր մրցակիցը տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը ստիպված էր ընտրողներին ընդունել իր երևանյան առանձնատանը։ Այս շաբաթ նա հասցրեց հանդիպել միանգամից 3 մարզերից՝ Արարատից, Արմավիրից եւ Գեղարքունիքից ժամանած պատվիրակների հետ։ Եվ հենց Վարդենիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ էր, որ Կարապետյանը կրկին արդեն որերորդ անգամ խոսեց 300,000 ադրբեջանցիների Հայաստանի տարածքում հնարավոր վերաբնակեցման մասին։ Այն իրակարսկի բրոշկեն մի քիչ փոքրացնի եւ կապացուցի, որ սա միակ ոնց որ երեք հայտարարեց, որ Արցախը նույնիսկ շարժումն է սխալ եղել, կայտարարի, որ ինչ է ժողովուրդ ջան, Վարդենիսը բասար գեճար է եղել։ Քարոզարշավի առաջին շաբաթը համընկավ Մոսկվայից Հայաստանի հասցեին հնչող նոր մեղմասած մտահոգիչ հայտարարություններով։ Это не наше дело, но в принципе это вполне было бы логично провести референдум и спросить у граждан Армении. Մեր գործը չէ, բայց միանգամայն տրամաբանական կլիներ անցկացնել հանրաքվե եւ հարցնել Հայաստանի քաղաքացիներին, ինչպիսին կլինի նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան մենք էլ համարժեք եզրակացություններ կանեինք եւ կգնայինք փափուկ, խելացի եւ փոխշահավետ ապահարզանի ճանապարհով։ Пошли бы по пути мягкого, интеллигентного и взаимовыгодного развода. Արտաքին քաղաքական նախապատվությունների հարցում օր առաջ կողմնորոշվելու Մոսկվայի կոչինի պատասխան պաշտոնական Երևանը հայտարարեց պահի ընտրությունը բացառապես Հայաստանի գործն է։ Որ չէ պահ լինի, երբ որ պետք է ընտրություն անեն, մենք թափանցիկ գործընկերաբար կխոսենք եւ մեր ժողովրդի հետ այդ ընտրությունը կանենք։ Թե որը կլինի այդ ընտրությունը, չգիտենք։ Ակնհայտորեն ԵՄ անդամ լինել եւ ԵԱՏՄ անդամ լինել միաժամանակ չի լինի։ Այսօր այդ հարցը չկա։ Ռուսաստանից հնչող ազդակներն արագորեն դարձան նախընտրական հանդիպումների գլխավոր թեմաներից մեկը։ Ռուսաստանը մեծ երկիր է, շատ համբերատար, բայց մի գիծ կա, այդ գիծը որ անցնում են այլևս չի ներում։ Նախագահան հայտարարել է Պուտինը,
Ժողովուրդ ջան, կենտրոնացեք, ձեր ժամանակ ենք տալի։ Մեր հետ եք, ձեր ցավը տանեմ։ Մեր հետ չեք։ Բարի ճանապարհ դզախներ, գնացեք Եվրոպա։ Գագիկ Ծառուկյանի հետ կապված, սակայն այս շաբաթ ավելի հաճախ հիշատակվում էր ոչ թե Ռուսաստանի, այլ Բելարուսի նախագահի անունը։ Հենա մեկը կա, եկել է մեծ խոսում է։ Բելարուսի նախագահին է պաշտպանում Հայաստանի Հանրապետությունում, որովհետև տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել։ Կոտայքի մարզում կրակել է եւ հիմա փախած է եւ բռնելու ենք, բերենք նստացնենք, լակոտ չես բախտելու ոչ միտեղ։ Ծառուկյան Գագիկ, լեզուտ երկարել է, ես քեզ ասում եմ, լակոտիկ, Բելարուսից վզից բռնած բերելու ենք եւ բերելու ենք դրել պատասխանատվություն։ Հետաքրքիր զուգադիպությամբ Փաշինյանը Ծառուկյանին ու նրա որդուն հիշեց Բարգավաճ Հայաստանի հետընտրական մարտավարության բացահայտումից հաշված ժամեր անց։ Եթե ընդդիմադիր ուժերը չստանան այնքան ձայն, որ կարողանան իշխանություն ձևավորել ու քաղաքացիական պայմանագրին իշխանություն դառնալու համար անհրաժեշտ լինի Բարգավաճ Հայաստանի ձայները, Գագիկ Ծառուկյանը կմիանա Նիկոլ Փաշինյանին։ Ոչ, բաչարում եմ։ Նիկոլ Փաշինյանի եւս մեկ հերակա բանավեճն այս շաբաթ ծավալվում էր Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Լկտիությունը հասել է նրան, որ այսօր հարվածում է մեր ինքնությանը։ Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ, որ որևէ մեկը համարձակվի խոսել ինքնության դեմ, խոսել եկեղեցու դեմ։ Հիմա այ համբալ, ինչ ունես դրա հետ։ Երկրորդ նախագահի այս հայտարարությանը նախորդել էին Աչափնյակում Նիկոլ Փաշինյանի հերթական պնդումները, թե մարտի 1-ի գործը բացահայտված է, իսկ դրա գլխավոր մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է։ Ռոբերտ Քոչարյանը պետքա նստի, կարճ կոնկրետ, պետքա նստի։ Ընդդիմադիրներից ոմանց, սակայն Փաշինյանի այս մի խոստումը ակնհայտորեն զվարճացրել էր։ Ջուրնաստատը Նիկոլ քեզ աման գալիս, որովհետև իրան տվե անցել ես, ասма եւ այո պետք է ասեմ, Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի 26 թիվն է, 21 թիվը չի։ Այդ 21 թվին էր, 21 թվին տենց ընտրվել է։ Ասենք եկել եք մեր տոնը շնորհավորեք։ Ձեր տոնն է, բայց չենք իմացել։ Լուսավոր Հայաստանի առաջնորդն ի դեպ դարձավ Քարոզ Արշավի առաջին շաբաթվա առաջին դեմարդեմ բանավեճի մասնակիցն ու նախաձեռնողը։ Դա տեղի ունեցավ, երբ հարկադիր կատարման ծառայության շենքի աստիճաններին միմյանց բախվեցին երկու իրավաբաններ՝ Էդմոն Մարուքյանն ու Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Իմ իրավունքները եւ իմ երեխայի իրավունքները պաշտպանված են այն երկրում, որտեղ կա իրավակարգ եւ այդ իրավակարգը պաշտպանված է։ Հարկադիր կատարումն ապահովող։ Տիկին նախարարնորա մանկապարտության դեմ բացահայտել այս երկրում, որը կոչկվում էր երեխա իրավունքներից, ոնց է նախարարը խոսում այդ այն դեպքում, որ կոչկվում էր։ Եվ մինչ քաղաքական ուժերն ավելի ու ավելի էին Քարոզ Արշավի մեջ ընկղմվում, դրա առաջին 7 օրերի արդյունքները Գյումրիում որոշեցին ամփոփել երգի տեսքով։ Ոչ թոշակի բարձրանալը, ոչ խաղաղություն։ Գյումրի ավականու ընդդիմադիր անդամ խորհրդարանական ընտրություններին չմասնակցող Ռուբեն Մխիթարյանի հեղինակած այս երգը վերնագրված էր Քարոզ Արշավի առաջին օրերին ամենից հաճախ հիշատակված իրավախախտման պատվին։